աշխատանքի ընթացքում ես ծանոթացել եմ աշխատավայրում իմ ամուսնու հետ։ Ամուսնացել ենք, ունենք 2 որդի։ Այսինքն եթե ես չընդունվեի այստեղ ծառայության, միգուցե ես իմ ամուսնուն չճանաչեի, չծանոթանայինք միմյանց հետ, այսպես։ Շուրջ 20 տարի եւ ավել ծառայում եմ եւ աշխատում Վանաձոր քրեակատարողական հիմնարկում։ Միշտ ցանկացել եմ աշխատել պետական համակարգում, տեղեկանալով որ թափուր հաստիք է առկա, օպերատոր մեքենագրուհու Վանաձոր քրեակատարողական հիմնարկում այցելեցի, ծանոթացա աշխատանքի բնույթին, կոլեկտիվին եւ 2004 թվականի մարտի 1-ին ընդունվեցի աշխատանքի։ 2 տարի աշխատել եմ որպես վարձու աշխատող։ Նրանց հետո համակարգային փոփոխությունների պատճառով կրճատվեց իմ հաստիքը եւ ղեկավարությունը իհարկե գնահատելով իմ ունեցած աշխատանքային փորձը, իմ գիտելիքները, ինձ առաջարկեց համալրել կրտսեր խմբում առկա քրեակատարողական ծառայողի թափուր հաստիքը։ Եվ այդպես համապատասխան փաստաթղթեր ձևակերպելուց հետո ընդունվեցի ծառայության։ 2006 թվականի հոկտեմբեր ամսից դարձել եմ ծառայող։ Ստացել եմ արդարադատության կրտսեր սերժանտ կոչում եւ հերթականությամբ մեր համակարգում գործող բոլոր կոչումները ես ստացել եմ։ Եվ այժմ դարձել եմ սպա, ունեմ արդարադատության կապիտան կոչում։ Ես հիմա անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ եմ։ Կատարում եմ հիմնականում անվտանգության ապահովման բաժնի վերաբերող փաստաթղթային բոլոր աշխատանքները, հաշվետվությունների կազմում, ծրագրի ժամանակացույցների կազմում, տարաբնույթ գրություններ, հարցումներ, հետո ունենք մեր համակարգում համապատասխան էլեկտրոնային հարթակ, որտեղ որ տրվող կալանավորված անձանց դատապարտյալներին տրվող կարգապահական տուժերը եւ տարբեր այլ ինֆորմացիաներ մուտքագրվում են։ Իմ ծնողները, իմ ընտանիքը միշտ վստահել է իմ որոշումներին, բայց ինձ համար նաեւ կարեւոր է եղել իմ ընտանիքի անդամների իրանց կարծիքը։ Ես կհիշեմ իմ պապիկիս ասածը, ասեց Բալիկ ջան գնա, եթե դուրս չգա դուրս կգաս։ Այդպես։ Եվ մնացի, ծառայեցի։ Գիտեք, այդ ռիսկերը առհասարակ կյանքում ամենտեղ կա։ Դա բոլորովին խոչընդոտ չի ինչ-որ միտեղ աշխատելու կամ չաշխատելու համար։ Կին աշխատողը համակարգում կարող եմ ասել, որ ինչ որտեղ նաև տղամարդկանց միջավայրում հանդիսանում է զսպող օղակ։ Այսինքն տղամարդ ծառայողներին դարձնում ավելի բարեկիրթ, որը ինքնին շատ լավ է եւ իրենց համար, եւ միջավայրի, եւ ընդհանուր։ Իմ ամուսինը հերթապահ գլխավոր մասնագետ է, արդարադատության փոխգնդապետ։ Մենք միշտ ի սկզբանե աշխատել ենք տարբեր ստորաբաժանումներում եւ իհարկե ոչ իրար ենթակայության տակ, որտեղ օրենքը թույլ չի տալիս իր ծառայությունը այլ է, իմ ծառայությունը այլ։ Ծանոթացել ենք աշխատավայրում եւ գործնական բերումով միշտ տարբեր ծառայողների հետ առնչվում ենք։ Հետո կամաց զգացի, որ տվյալ անձնավորության վերաբերմունքը իմ հանդեպ միանշանակ չի, վեցինք ընկերություն անել, հետո նշանվեցինք, հետո ամուսնացանք, այդպես։ Գիտեք, երբևէ չի եղել դժվարություն։ Իմ երեխաները դառնալով 1 տարեկան հաջորդ օրը ես անցել եմ ծառայության։ Տանը ունենք իհարկե տատիկ սկեսուրուսը, որը որ շատ օգնում է երեխաների հարցում։ Ընտանիքում ինչ որ երեխաների հետ կապված հարցերին օգնելու կամ օժանդակելու հարցում նաև ամուսինս էլ է մեծ դեր ունեցել, որովհետև դե ծառայելով հասկացել է միշտ ծառայողական դժվարությունները կամ նշված ժամանակ, որ չես կարող ծառայության վայրը լքել այլ աշխատանքով, այլ ինչ-որ մի գործին գնալու համար, հա, ինքն էլ լինելով հերթափոխային ծառայող, հնարավորության դեպքում միշտ օժանդակել, աջակցել է։ Մեծ տղաս 16 տարեկան է, փոքրը 12։
Ամեն տարի հոկտեմբերի 19-ին քրեակատարողական ծառայողի օրը, երբ որ ամուսնուս հետ տոնական համազգեստով բան, տենց շատ իրանք ոգևորությամբ, խանդավառությամբ են նայում, միշտ ասեմ բարի ծառայություն, հասկանում են ծառայությունն ինչ է։